Որոշ շրջանակներ փորձում են կեղծել, թե եթե խոսել եք 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ընդդիմության ահաբեկչական քարոզչության դեմ, ուրեմն հերքում եք, թե Ադրբեջանը նման ծրագիր ունի։ Լկտի մանիպուլյացիա է, քանի որ նույն այդ մարդիկ շատ լավ գիտեն, որ առաջիններից եմ եղել, որ խոսել եմ արևմտյան Ադրբեջան ծրագրի վտանգների մասին։ Դրա դեմ պայքարի հույժ կարևորության մասին եւ ինքս էլ բազմաթիվ ուղղություններով աշխատել եմ այդ զավթողական ծրագրի դեմ, այդ թվում բազմաթիվ միջազգային հարթակներում։ Ալիևյան այդ զավթողական գաղափարախոսությունը նոր բան չէ, բայց ավելի ագրեսիվ քայլերի եւ քարոզչական ծրագրերի դիմեցին հատկապես պատերազմից եւ էթնիկ զտումից հետո եւ սրա դեմ պայքարելու նաեւ միջազգային դերակատարներին խնդրի էությունը պարզաբանելու համար Քաղ հասարակության մի քանի գործընկերների հետ հնարավոր բոլոր միջազգային հարթակներն ու լծակները կիրառել ենք փակ եւ հրապարակային բազմաթիվ հանդիպումների, զեկույցների եւ նամակների ձևով։ 300,000-ի թեման այս ծրագրի մի մասն է, որը սակայն հայ հանրությանը ահաբեկչական գործողություն դարձրեցին մեր ներսում, ոչ միայն շրջանառելով հակառակորդի խոսույթը, այլ հենց խառնածին կոգնիտիվ պատերազմի կանոններով հոգեկան տերորի ենթարկեցին մեզ, ինչն անելու համար Ալիևը միլիոններ պետք է ծախսեր եւ ծախսում է։ Ես սրա դեմ եմ խոսել եւ խոսում եմ։ Իսկ նրանք, ովքեր նոր են բացահայտել, որ կա արևմտյան Ադրբեջան զավթողական ծրագիր, որ սա խիստ վտանգավոր է եւ նույնությամբ կրկնում է պուտինյան պատմական Ռուսիայի վերականգնման ծրագիրը, խորհուրդ կտամ լսել իմ նախկին հարցազրույցներն ու ելույթները։ Նկարում մեր տեղեկատվական նյութերն են ԵԱՀԿ-ում կազմակերպված մեր միջոցառման ընթացքում, որը Արցախում էթնիկ զտման հետևանքների եւ արևմտյան Ադրբեջան զավթողական ծրագրի մասին էր։ Facebook-ի իր էջում գրում է ԱԺ նախկին падգամավոր Գայանե Աբրահամյանը։ Ադրբեջանը 2027 թվականին կստանձնի Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահությունը։ Այդ տեղեկությունը հայտնել է իշխանամետ Մինվալ Պոլիտիկան։ Նախորդին հրապարակվել է այդ կառույցի խորհրդարանական միության նստաշրջանի մասնակիցներին Իլհամ Ալիևի ուղերձը, որ աչքի է ընկնում Եվրոպական խորհրդարանի եւ ԵԽԽՎ հասցեին չափազանց կոշտ քննադատությամբ։ Բավական է նկատել, որ Ադրբեջանի նախագահը եվրոպական այդ կառույցներին մեղադրել է իսլամատիացություն հովանավորելու եւ իսլամը ահաբեկչության հետ նույնականացնելու փորձերի մեջ։ Մինչ եվրոպական կառույցները Ադրբեջանի հետ խոսում են պարտադրանքի լեզվով, իսլամական աշխարհում նրան լսում են, ընդունում նրա փաստարկները, գրել է Մինվալի մեկնաբանը եւ հիշեցրել, որ Իսլամական համերաշխության կազմակերպությունը Ղարաբաղյան կարգավորման տասնամյակներին մշտապես պաշտպանել է Բաքվի դիրքորոշումը եւ պահանջել, որ Հայաստանը զորքերը դուրս բերի ադրբեջանական օկուպացված տարածքներից։ Ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը, կարելի է եզրակացնել Իլհամ Ալիևի հայտարարություններից։ Ընդհանուր առմամբ դրանք հանգում են մի տեսլականի։ Հարավային Կովկասում նոր ստատուս քվոն ձևավորել է Ադրբեջանը, ինչից հասկացվում է, որ նա ձգտում է տարածաշրջանի առաջնորդության։ Ենթատեքստով դա նշանակում է, որ Ալիևի ընկալմամբ Հայաստանը չի կարող իրավահավասար գործընկեր եւ սուբյեկտային դերակատար լինել։ Ըստ երևույթին այդ նպատակը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից աջակցություն չի գտնում, ուստի Ալիևը ընտրում է ԻՀԿ հարթակը։ ԻՀԿ խորհրդարանական միության նստաշրջանին Ալիևի ուղերձը, բայց հատկապես Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի հանդիպման ընթացքում նրա կողմից Իսլամական Հանրապետության հասցեին արված հաջողախոսությունները վկայում են, որ այդ ընտրությունը սկզբունքային է։ Ամենայն հավանականությամբ Ալիևի դիրքորոշման վրա ազդեցություն է թողել Իսրայելի հանդեպ ԱՄՆ նախագահի մոտեցումների փոփոխությունը։ Որքանով է դա գործնական հաշվարկ ցույց կտա ժամանակը։ Մի բան սակայն պետք է հաշվի առնել։ Ալիևը իսլամական աշխարհի հետ հարաբերություններում ձգտելու է հնարավորինս սահմանափակել Իրանի, Թուրքիայի եւ արաբական երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական եւ այլ բնագավառներում կապերը։ Ալիևը գուցե Հայաստանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման մասին հայտարարություններում անկեղծ է, բայց խաղաղության նրա տեսլականը, շատ մեղմ ասած, շարունակում է խնդրահարույց մնալ բոլոր առումներով։ Ալյասկայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների միջև Ուկրաինայի հարցում համաձայնություն ձեռք չի բերվել։ Բահրեյնում լրագրողներին ասել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն։ Նախորդին Անկորիջի համաձայնությունները հիշեցրել եւ դրանցից հրաժարվելու մեջ ԱՄՆ-ին մեղադրել է
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Ռուբիոն ըստ էության հերքել է նրա հայտարարությունները։ Ալյասկայում եղել են առաջարկություններ, բայց համաձայնություն չի եղել։ Եթե համաձայնություն լիներ, պատերազմն արդեն ավարտված կլիներ, ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Մոսկվա-Վաշինգտոն հեռակաբանավեճի ֆոնին ուկրաինական Յունյանը հղելով Բելտա պաշտոնական գործակալությանը հայտնել է, որ հունիսի 25-ին Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Մինսկում ՌԴ դեսպան Գրիզլովին եւ Մոսկվայի մարզի նահանգապետ Որոբյովին։ Լուկաշենկոն ըստ հաղորդագրության հյուրերին պատմել է, որ մի քանի օր առաջ նույն տեղում ընդունել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու ներկայացուցչին եւ փոխանցել, որ նա պետք է հասկանա, որ եթե Բելարուսը ներքաշվի, ապա պատերազմի որակը վարկենապես կփոխվի, դա բոլորովին այլ պատերազմ կլինի։ Բելարուսի նախագահը Մոսկվայի բանագնացներին իրազեկել է, որ Կիևից պատասխան է ստացել եւ համոզվել, որ Ուկրաինայի նախագահը դա հասկանում է, ուստի պետք է ըստ էության պայմանավորվել։ Ինչի մասին է խոսքը, հասկացվում է Լուկաշենկոյի հետագա ձևակերպումից։ Մեզ եւ մեր հողն է բավարարում եւ տնտեսությունը, ինչպես նաեւ մեր խնդիրները, ուստի ոչ մի առճակատում։ Ես դա ասում եմ, որպեսզի դուք հասկանաք իմ դիրքորոշումը։ Ես այն չեմ թաքցնում, խաղաղություն եւ միայն խաղաղություն։ Ընթացիկ ամսում Մոսկվան Բելարուսի նախագահի մոտ երկրորդ պատվիրակությունն է գործուղել։ Հունիսի 12-ին Լուկաշենկոն ընդունել է ՌԴ արտգործնախարար Լավրովին։ Ակնկալվում էր, որ նա մի քանի օրից կմեկնի Մոսկվա, բայց այդ այցը տեղի չի ունեցել։ Ինչպես հասկացվում է Լուկաշենկոյի խոսքից, նա մինչև վերջ փորձում է իր երկիրը պատերազմին ներքաշվելուց զերծ պահել։ Լուկաշենկոն փաստացի հրապարակայնացրել է, որ Ուկրաինայի նախագահի հետ պայմանավորվել է միմյանց դեմ թշնամական գործողություններ չիրականացնելու հարցում։ Ռուսաստանի նախագահին ինչ են զեկուցել Գրիզլովը եւ Որոբյովը, գրեթե պարզ է։ Բելարուսի նախագահը խաղաղություն եւ միայն խաղաղություն է ուզում եւ Մոսկվայի հետ սկզբունքային համաձայնությունը տեսնում է այդ հիմքով։ Հունիսի 25-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության եւ հարևան երկրների հետ հարաբերությունների հարցը։ 10 տեղեկություններով որպես հիմնական զեկուցողներ հանդես են եկել ԱԴՑ տնօրեն Բորտնիկովը եւ ՆԳ նախարար Կոլոկորցևը։ Իրողությունը, որ նիստին մասնակից արտաքին գործերի նախարար Լավրովը զեկուցող չի ընտրվել, վկայում է, որ ինչպես ներքին, այնպես էլ հարևան երկրների հետ հարաբերությունների հարցում առաջնահերթությունը տրվել է հատուկ ծառայությունների տեսակետին, ինչ որոշում է նախապատրաստվում Բելարուսի եւ անձամբ Լուկաշենկոյի վերաբերյալ։